Բարև բարեկամներ։ Ապրիլյան հերոսապատումի հաղթանակի ոգու միասնության բանակի առհասարակ հայրենիքի մասին միշտ էլ հետաքրքիր է լսել ու դիտել իդեպ առանց ընդհատումի քաղաքական գործիչ նկարչուհի, երգչուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կյանքս այսօր բաժանվեց մինչ ապրիլ եւ ապրիլից հետո։ Երբ որ փորձում ես ինչ-որ բան անել մշակույթի ասպարեզում, փորձում ես ավելի մշակութային կյանքը բարձրացնել սահմանամերձ շրջաններում, փորձում ես աշխատել քո ուղղությամբ եւ հանկարծ դառնում ես մեծ գիտակ, զենք ու զրահի։ Երբ սերունդը կարծում էիր, թե այնքան էլ կայացած չի, քեզ դաս է տալիս եւ սովորեցնում է, որ իրենք ավելի լավն են։ Որ չեմ կարող խոսել։ Ինչ տվեց ինձ։ Ինքս ինձ մեկ անգամ եւս ապացուցեցի եւ ինքս ինձ համար մեկ անգամ եւս բացահայտեցի իմ անսահման սերը երկրիս հանդեպ։ Իսկ ինձ համար երկիրը սկսում է խրամատներից եւ որպեսի արվեստը ծաղկի, մեր ֆանտաստիկ տաղանդավոր արտիստները դուրս գան ընդհատակից աշխարհինի ցույց իրենց արվեստով բարձրալշեք, պիտի խրամատները լինեն ապահով, առանց խրամատի չենք կարող։ Ես իհարկե կուզեի իմ շատ այսպես պացիֆիստական տեքստեր ասել, թե պետք է խաղաղություն լինի, այո, իհարկե պետք է խաղաղություն լինի, վերջին թուրքից հետո կլինի։ Ինչ եմ զգում, քարորյա, որ ձգվում է արդեն մի տարի։ Ընդ որում, այնպես չի, որ մինչ այդ չէի առնչվում պատերազմական իրավիճակների հետ, ես Մարտակերտում օրերով ապրում էի, այդ բայթողականների ձայն անընդհատական ջիսեր, դրոնները տեսնում էի օդում, ամեն ինչ հասկանալի էր։ Այնպես չէ, որ պատերազմը ավարտվել էր, բայց զինատեսակը ինչ-որ շատ ավելի ընդլայնվեց, արդեն չզարմացնող Թուրքի անմարտկային բորենազգի տեսակը մեկ անգամ եւս դրսևորվեց իր փայլուն բոլոր արարներում, դրսևորվեց փայլուն, ստրեսը, չի անցնում այդ ստրեսը, չի անցնում եւ միակ բանը, որ ես կարող եմ ինքս ինձ ամոքել ինչ-որ կերպ, դա ծառայելն է, զինվորին ծառայելը։ Երգը կա ու կա, ընկերներս երբեք չեն մերժում, որ գան, երգեն, որպեսզի ոգեղեն տրամադրեն զինվորին, դրա կարիքը հավատացեք չկա իրականում, ամեն ինչ տեղն է, բայց ես կարծում եմ, որ պետք է լինել անվերջ, Հայաստանում առհասարակ պետք է լինել, Հայաստանը, երբ ասում եմ ինձ համար Ասլադյանի խոսքերը միշտ շատ ակտուալ են, դա Հայաստան է ու վերջ, Արցախը Հայաստան է ու վերջ, ուրեմն պետք է միշտ յուրաքանչյուր ոք լինի զինվոր։ Այդպիսի աշխարհագրական դիրքի, այդպիսի հարևանություն են, որում բոլոր կողմերից, որովհետև շատ ավելի հեշտ է, երբ որ ունես կոնկրետ թշնամի, եւ շատ ավելի դժվար է, երբ որ հարևանդ քրիստոնյա է, բայց ամեն վարքյան պատրաստ է քեզ դավաճանել, դա ավելի դժվար է։ Ուրեմն ունենք թշնամիներ համատարած, պետք է բոլորս զինվոր լինենք։ Սա անգամ քննարկելու թեմա չի։ Բոլորս, ես իմ երգով, Հյուսնիր, փայտի հետ աշխատելով, դարբինը իր դարբնոցում, ֆիզիկոսը իր լաբորատորիայում, ամեն ուսուցիչը դպրոցում, մանկապարտեզի դաստիարակչային մանկապարտ, բոլորս պիտի ունենանք այդ առաքելությունը։ Միայն այդ կերպ կարելի է պահել խաղաղությունը։ Մի անգամ Ստեփանակերտից գնում էինք Մարտակերտ, Աղդամում զորավարժություններ են եւ բնականաբար փակ էր։ Տղաների հետ է։ Փոքրից հետ էի։ Այսպես կանգնել է այդ արգելանոցի, այդ արգելքը, որ արգելափակված այդ բանի մոտ կանգնած այսպես նայում է, այն կողմում պատերազմ է, այսինքն ինքը ինչ գիտի։ Մամա, ինչի մենք ստեղ չենք ապրում։ Ոգևորուց հասկացա, որ իմ տղեն է։ Ոչ թե որտեվ պատերազմ եմ սիրում, այլ որտեվ դա օրինաչափ պիտի լինի մեզ համար։ Պիտի ի վերջո զենքը զենքով, զենք ապահովողի գործն իր գործով,
Աստված միշտ կանաչ լույս վառի, բայց կա նաև մի այլ կողմ շատ կարևոր, որին ես հասկանում եմ, որ շատ հաճախ չենք անդրադառնում, որտեվ կարևորը լավ զինվելն է, բայց զինվորը պետք է նաև խնամված լինի։ Ես իմ վրա այդ առաքելությունն եմ վերցրել, ապահով լինի, տաքուկ լինի, ծածկված լինի, նորմալ բարձին դնի գլուխը։ Սա եղել է միշտ այս ծրագիրը եւ վերջապես այնինչ որ ես արել եմ բանակի հետ ու անում եք։ Հա, դու վերջինը 3-ի առաջին օրը հոգուտ մեր պաշտպանության նախարարը Վիգենը Սարգսյանը անուն տվեց այն ամենին, ինչ ես վաղուց անում էի, ազգ բանակ։ Այդպես պետք է լինի։ Ինձ համար դա օրինաչափություն է եւ ես ուղղակի պատմել այդ մասին եւ առավել եւս իմ պատմությունը կերտել չեմ կարող։ Դա ինձ համար օրինաչափություն է։ Ապրիլի 5-ին Թալիշում էի։ Երեխեքը, որոնց որ տեսել էի մի շաբաթ առաջ, որտեղ մի շաբաթ առաջ էի այնտեղ, մի ծրագիր ներկայացրեցի սոցիալապես անապահով ընտանիքների, ուրեմն զավակները, որ ծառայում են Արցախի բանակում, եւ մարդիկ վիճակի չեն գալու այցի, ուրեմն 3 անգամ նման այց կազմակերպվեց, ընդ որում այցերը, ուրեմն նայեք հիմա դες անունները տեղանքներ եմ ասում, մի հատ նայեք եւ նույնացրեք պատերազմի հետ։ Դա Թալիշներ, Մատաղիսը, Հորաթաղը, Մարտակերտը, Բալուջան, Ասկերանը, Մարտունին, Ջաբրայիլը, Արալերը եւ Հադրութը։ Մի հոգի, մի կիներ Մարտունիում զավակ ուներ, ուղղակի իրեն վերցրի խմբի մեջ, ապահովեցի գնալ գալը։ Ուրեմն ապրիլի 2-ից սկսած ամեն օր ես պատասխանել եմ այդ զինվորների մամաների հարցերին, զանգերին, եւ դա սարսափելի ստրես էր։ Սարսափելի, որովհետեւ ես չգիտեի ուր են երեխեքը։ Կան, չկան։ Երբ որ ամսի 5-ին հայտնվեցի Թալիշում Էդիկետ Բաղդասարյան, խնդրեցի ինձ տարավ իր հետ առաջնագից։ Այդ նույն երեխեքին, որոնց տեսել էի մի շաբաթ առաջ, որ վերջին այցայցնողների հետ եղել էր ուղղակի մի շաբաթ առաջ, տեսա հասուն, մեծացած, փոխված, հավաք, զգոն, եւ այդ երեխեքը, որոնց ես իմ ձագերս եմ ասում, միշտ երեխեքը սկսեցին ինձ նկատողություն անել, դուք ինչու եք այստեղ։ Ես երբեք չեմ մոռանա այդ տղեկի դեմքը։ Ինչ եք անում դուք այստեղ։ Դուք մեզ ընդեղ եք պետք, ձեր երկը իրենք ինձ դաս տվեցին։ Ես իհարկե չէի, բայց ասում բալաս, բայց չտեսնեմ ձեզ, բայց ես չնկարեմ, ձեր մամաները տեսնեն, այդպես շատ եմ արել, այդպես մարդիկ կային, օրինակ կար մեկը, որ կարծում էր երեխան չկա, որտեվ շատ բաներ, շատ հավատարիմ են գաղափարին, որ չի կարելի զանգ տալ, ուրեմն հեռախոսները անջատված էր, բնականաբար ոչ մի կապ չկար իր շրջապատի հետ, երեխայի շրջապատի մյուս զինվորների հետ, եւ ես տեսել էի, նկարել, գցել եւ գտան իրանց, այսինքն գտան որ տեսան լուր, որ երեխան կա, շատ կարեւոր էր դա։ Այս երեխեքը ինձ դաս տվին Թալիշում, թե ոնց, դուք ստեղ ինչ եք անում։ Ով է ձեզ բերել։ Եթե նայում եմ ժպտալով վրաս, ես դա, գիտեք, ես դա երբեք չեմ մոռանա։ Չեմ մոռանա զանգերս, որ զանգում եմ Մարտակերտի մի ընկերուս, մյուս ընկերուն, ինչ եք անում, ասում եմ, հենա դու դա обратно ենք հաշվում։ Ուզում եմ հրետանու մասին է խոսքը, դա արվում անեց հումորով, այնքան թեթե, որ լավ կինի, այդ լավ կինին բանանում, զինաթափումը, հասկանում ես, որ դու ավելի ես հիմա խառնված, իրանք գիտեն իրենց անելիքը, այդ մասում ապրող մարդը գիտի, որ ինքը տեղ պիտի մնա ու կռիվ տա, ուրիշ բան, որ ավելի գլոբալ ես նայում, որ դու պիտի ընդեղ լինես, եւ ես այնտեղ եմ ամենակնդառնում, ես հիմա երբ որ Երևանում եմ իմ գործերով, հա, նախընտրական շրջաներ, բնականաբար զբաղված էի։ Այս ընթացքում 2 անգամ հասցրի գնալ Արցախ գալ իհարկե։ Կարևոր մի խոստում ունեի, որ արել էի տղերքին։ Մի գեղեցիկ երեկոն եղնիկներում նստած լավ ժամանակ անցկացրինք բոլոր Մարտակերտի հրամանատարների, դիվիզիայի հրամանատարի հետ։ Բոլորի հետ շատ լավ ժամանակ անցկացրինք, որ լավ ընկերներիցս մեկը, որ միշտ իմ կողքին է եղել եւ ինքն իր կողմից անշուշտ միշտ բանակի կողքին է եղել, բայց զինվելու մասով, ուրեմն մենք միասին գնացինք, ես իմ մասով, ինքն իր մասով։ Լավ ժամանակ անցկացրինք եւ տղաներից մեկին իրենց առաջարկեցի ինչ խնդիրներ կան, որ ասենք դրանք ձեր համար առաջնայինը զինվելն է։ Այն որ ես կարող եմ անել, որպես մայր, որպես քույր, որպես սիրած կին, որպես կին
Ասացին, ուրեմն հենց ստացվեց, ձեռք բերեցի, առաջինը գնաց, հետո երկրորդը գնաց, որ երկու անգամ գնացել եկել եմ այս ընթացքում։ Եվ հիմա էլի ծրագրեր ունեմ, մեկը շատ մեծ է, Աստված տա որ ստացվի, հիմա այս 2 օրվա մեջ ուղղակի կլուծվի մի հարց էլ։ Այդպես, այսինքն ուղեղս ոչ մի ակնթարթ չի դադարում մտածել Արցախի մասին։ Դուք պիտի տեսնեք իմ դեմքի արտահայտությունը, երբ որ եթե գալիս եմ Սյունիքով, հենց այն էլեկտրական սյուները երևում են, ես արդեն Ստեփանակերտում եմ։ Մարտակերտում ավելին ասեմ։ Այսինքն այնքան դժվար է այդ ճանապարհը տանում, արդեն հոգնել եմ, պետք է ասեմ, մեկ շաբաթվա ամսվա մեջ 2-3 անգամ գնալ գալով։ Բայց տեղեր արդեն պարապած է, տեղեր կան, որ պիտի քնեմ, այդ գիտեմ, սա իմ քնելու պահն է, որպեսզի կարողանամ հաղթարել տեղեր կա, որ դժվար են։ Ինչևէ, նորմալ, ինձ համար ինչպես ջուր խմելը, այդպես օրինաչափություն է եւ առհասարակ բանակի կողքին լինելը նույն օրինաչափությունն է։ Այլ տարբերակ չկա։ Եթե հաղթող ենք, եթե միշտ պատրաստ ենք, ուրեմն պետք է միշտ պատրաստ լինենք նաեւ մենք։ Այդ տեղերքը իրենց ոգով են պատրաստ։ Մենք մեր ոգին պիտի տանք իրենց անպայման։ Ես չեմ էլ ամփոփում, որտեվ չի էլ դատարել այդ աշխատանքը։ Միակ բանը, որ ես մտածում եմ, եթե ես հանկարծ չդառնամ պատգամավոր, ես ինչպես պիտի այս մի նախագիծս, որ սկսել եմ ավարտեմ, ինչպես պիտի այն մեկը, որ երազում եմ, սկսեմ։ Սա էր միակ խնդիրը։ Եվ փառք Աստծո, որովհետև շարունակական է լինելու ամեն ինչ։ Վստահ է ժողովուրդը։ Ձեր Գիտեք, իհարկե ժողովուրդը վստահեց, բա ով Facebook-ը չի վստահելու, բա ժողովուրդը վստահեց, բա տեսնում են։ Անընդհատ իրենց կողքին։ Եվ իրենք անընդհատ իմ սրտում են բոլորը անխտիր։ Այսօր հանդիպումից առաջ ուղղակի զանգել էր մի զոհված երեխայի մամա, Ժորայի մաման էր զանգել մի հարցով։ Դարձել եմ իրենց ընտանիքի անդամը։ Ընդ որում մեկ այնպեսի հարցերով են զանգ տալիս, որ ես կարող էի նույնիսկ մասնակցություն չունենալ, խորհուրդ են հարցնում, բայց չեմ կարող, դա վստահություն է։ Դա վստահություն է։ Շատ ռուսները ասում են, դա դարագովը ստոյդ, դա շատ կարևոր բան է։ Ամեն անգամ ես ինքս այնպեսի ապրումներ եմ ունենում։ Գիտեք, երգը ինքը վերաիմաստավորվեց ապրելից հետո։ Մինչ այդ երգում էի դարձյալ նույն հուզումներ, ամեն ինչ, Կրեմլում երգեցի այդ երգը փետրվարի 27-ին։ Վերջում գոռացի կեցը հայոց բանակը։ Հա, հետո մի անգամ էլ Մոսկվայում եղա, Արցախից հետո, երբ որ երեխեքին, որ մի շաբաթ հետո տեսնելու էի, այդ երեխեքին ուրեմն այցի տարածնողներին երեխեքին տարան, հետ եկա գնացի Մոսկվա։ Մաղավոզի մշակույթի տան համար բարեգործական համերգ կա։ Անդրուշը, մեր Ղարաբաղցի Անդրուշը Մոսկվայում ապրող հաղորդավար կազմակերպեց, որպեսզի անենք համերգ, որ բարեգործական ամբողջ հասույթը բերենք եւ Մաղավոզի մշակույթի տանը ապարատուրան այդպես ապահովի այդպեսով։ Ուրեմն 3P ոնց որ ես մեզ անվանում էի, Վարդանը Բադալյան, ես ու Սաֆարը, Սեփերը։ Իմ մեջ կամ առաջաձեռցու ուրեմն մի ճյուղ, Սաֆարը էլի առաջաձոր, նա էլ Մաղավոզ, այն մի պոլն է, Վարդան։ Ուրեմն բոլորս Մարտակերտ, թերապերտի մելիքություն։ Գնացինք, երգեցինք ուրախ, շատ հուզական, մի ամիս առաջ դա է երգել Արցախի հողումը, վերադարձանք, ես գնացի Բրուսել եկա ամսի 30-ին, այնտեղ էլ տերակտ եղավ, եղբայրս լավ հումոր արեց, ասեց այսինքն միտեղ որ պատերազմական իրավիճակ չի, դուք ես լավ չես զգում, հա, պետք է անպայման ինչ-որ մի բան լինի, այդպես հումորով բան եկանք այ մարդ։ Ամսի 1-ին ընկերներս դիմավորեցին, լավ երեկո ունեցանք ու գիշերը ստացա առաջին նամակս, ներողություն առաջին հաղորդագրությունս Մարտակերտից իմ օգնականներից մեկը մշակույթի տան գրեց։ Ինչ ենք անելու, չգիտեմ, մեր ոնց ուզում եմ տեղավորել, գնամ տեսնեմ երեխեքին ինչով կարանք օգնենք ջահելներով։ Այ մինչև այսօր նորմալ չեմ քնել։ Երդվում եմ Աստված գիտի, Աստված վկա։ Մինչև այսօր ամեն առավոտ ռազմինֆո եմ բացում, Արցախ պրես եմ բացում, տեսնեմ առաջնագիծը ինչ է, ըստ այդմ, բայց այնպես ստացվեց, որ գիշերային միջադեպերից բացի սկսվեց նաև ցերեկային կորուստները, հատկապես վերջին ամիսը, մարտը, փետրվարը, որ մեկ ասեմ, Գեղամը գնաց, անընդհատ
կորուստներ։ Այնինչ արվեց այս մի տարվա ընթացքում, պետք է արվեր 20 տարվա ընթացքում։ Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր որ օգնեցին, որ այս 20 տարիների բացերը փակվեն։ Սա թեմա է, որի մասին ամոթ է խոսել, բայց չեն վայելելու։ Ովքեր հայ զինվորի հաշվին կարողություն են դիզել, չեն վայելելու։ Հայ զինվորը ինձ համար սրբություն է։ Աստված ամեն ինչ տեսնում է։ Դա միակ բանն է, որ ինձ միշտ ուժ է տվել։ Երբ որ ինձ կարկոցում են, երբ որ ինձ փնովում են, անիծում են, ծաղրում են, ես մտածում եմ, որ Աստված ամեն ինչ տեսնում է։ Ես մտածում եմ, որ ուժեղ մարդը երբեք չի չարանա։ Ինչի համար չարանա։ Եթե կարող ես սեր տալ, ինչի չարություն սփռես։ Ճանապարհի հաղթական դրոշին նկարված է սիրտ, գրված է սեր եւ անառևտուր եւ սեփական պատմությունը չկերտելու եւ ինքնահա մեկ կարդում ես մարդկանց մասին, ապշում ես, որովհետեւ ախր հիշում ես, բա իրար կողք եք ապրել, բա նույն քաղաքում կամ իմ մասին եմ կարդում բաներ, որ ասում եմ, հա, լուրջ, չտակրքիր է, այնքան են ստեղծագործում։ Ոչ են թող գրեն, ոչ են թող գրեն։ Գիտեք, չեմ հասկանում բողոքներ, չեմ հասկանում անընդհատ մարդկա իր ամբողջ կյանքը անցկացնում է բողոքելու, այ մարդ գործ արեք։ Ճանապարհով որ գնում ես այն քարի ընկած, ճանապարհին ընկած քարը վերցրու դիր մի կողմ, դա լա գործ։ Որ մյուսի կողը չվնասի ոդկը կամ մեքենան անիվը, չէ՞ որ այդ մարդը մեքենայա վարում, որ իր անապազորյա հացը վաստակի, անիվը կվնաս, ամեն ինչը կապված է, ամեն այդ ցանցը, դա է ցանցը, ոչ թե համացանցը, վիրտուալ հերոսներով քաջարի, Լեոնիդ Ասկալձյան, Արմենա Կուրֆանյան, Պետրոս Ղարեբյան, Ռոբերտ Աբաջյան, Դե կեր մի լացեք, եթե կարող եք։ Գիտեք, ախր գոնե երեխեք ունենային, գոնե ընտանիք ունենային։ Երեք չարաչորը եռաբլուրում տարիքները, որ տեսնում էի, գճվում էի։ Են շուշեցի երեխան հրեշտակի դեմքով, որ բրոնե ժիլետ չունենալու պատճառով արնակամ մահացավ։ Ես խոնարհվում եմ այդ մայրերի առաջ, ես իրանց հոգուն մատաղ, այդ ինչ մամաներ են, այդ ինչ զավակներ են տվել մեզ։ Ես չեմ դադարում հիանալ Ադամի մամայով, ես տենց ուժեղ կին, ես չեմ տեսել տենց բան, ես տենց բան չեմ տեսել։ Այդ գեղեցիկ փոքրիկ, ոնց որ ֆարֆուրից արձանիկ լինի այդ կինը, ինքը տվել է տենց տղա, տենց սիրուն, են քաղաքի, են շիկը վրան, որ ես նայում եմ այդ ֆոտոները, գիտեք քանի ամիս իրան երազում տեսնում էի, այս մասին չեմ պատմել երբեք, 3-4 ամիս անդադ Ադամին էի տեսնում երազումս, ոչ թե որտեվ իրեն ճանաչում էի, չէ, իրեն տղաս էր ճանաչել, տղայիս հորաքրոջ տղայի ընկերն է, այդպես ինչ որ շփվել են, մաման ասաց, ես գիտեմ իրեն։ Ոչ թե իդեմս ուղղակի իր մեջ մարմնացած էր զինվորը, այն զինվորը, որ գիշերն էլ էի նայում, ճաժի մասին հաղորդում էր, Ցետանայի հաղորդումներ, ժամը 5-ին առավոտվա նստած քնած են, չեմ կարողանում մերվեմ, չեմ մերվելու երբեք չեմ մերվելու այդ կորուստի հետ։ Հրամանատարներին եմ տեսել, ընկերներիս, իմ աղբերներին, այդ հուզված, այդ որ սկսում են ինչ-որ բան ասում են, պատմի էլի, բան զամարդ սիգարետները կոնում, ձեռքները դողում է, իրանք էլ չեն, իրանք որ պատերազմ են անցել եւ նախորդը եւ ապրիլը, եւ շատ-շատերը ուղղակի հենասյուներն են եղել ապրիլի, որ ունեցանք այդ հաղթանակ ասել չեմ կարող ասեմ, կասեցում այդ բլիցկրիգի,
որպեսզի ամեն անգամ դու վայելես այդ հաղթանակի բերկրանքը, այդ օրերը նշես, հարգես կորուստների հիշատակը, ընկերների, սիրելիների, նայես երկինք ասես ձեր ցավը տանեմ, նայի, չկասկածես ամեն ինչ տեղն է, դուխավ։ Ուրեմն պիտի միջև ատամները զինված, մարզված, պատրաստ, խելացի, սրամիտ այնպես ինչպիսին է հայ զինվորը։ Երբ որ ոչնչի մեջ կարող անեց իրավիճակներում նենց լուծումներ տային, որ աղդամը ձեզ վկա, անընդհատ եմ ասում, աղդամը ձեզ վկա։ Մայիսին պիտի գնալ գլուխը բարձր։ Լացը չի անցնում, որտեվ թարմա ամեն ինչ, այսօր դեռ պատերազմ էր անցյալ տարի։ Նկատի ունեմ այն չէր էլ ավարտվել եւ չէր վերջացել առ այսօր, բայց եթե այդ 4 օրերը համարվենք պատերազմ, այսօր դեռ պատերազմ էր։ Ես ունեմ իմ աղոթքը հայ զինվորին, երկրիս նախագահներին, երկրիս պաշտպանության նախարարներին։ Միասին դուխավ ու հաղթելու ենք։ Մայրերին եմ ուզում դառնալ, որովհետև մայր եք, 2 արուզավակ ունեք, դաստիարակությունը մասին խոսեցիք, դա շատ կարևոր է։ Թվում է, որ Արցախյան իրականությունում, հատկապես հայ իրականությունում, մայրը թույլ էակ չէ։ Ոնց, ինչ եք ասում։ Ես ընկերուհիներ ունեմ, որոնք ինձ համար օրինակ են ուղղակի։ Շատ եմ խոսել իրենց մասին։ Հիմա չեմ ուզում այսպես ավելի ուզում եմ կոնկրետ ասել։ Գործի կեսը հայ կանանց ուսերին է, նրանց լուր ներկայության մեջ է, իրենց ամուսինների մեջ կին, կողքին, զենքը ձեռքին, շատ կա ուղղակի, շատ կա այդպես պատմություններ, որ մեկը պատմեմ, բայց Պատմեք, 1-2 պատմեք։ Մի հատ հայտնի բաբո կա, գիտեք, Արտակերտում, այդ բաբոն երբ որ արդեն ռուսները աղդամի այլանդակ կանաչ կոնյակը չէին վերցնում զենք փոխելու համար, տղերքը բեմպե են ուզել, թե չի ուզում էլ, ու ասում ոչկաները լիքն է լցրած այդ կոնյակը, ինչ է ուզում, ոսկե է ուզում։ Այս բաբոն այն ժամանակ խաշանք կնե գայլալ, նստած ալ այդ սենյակում, այդ բանում, որ պահկված են այդ պարտիզանական այդ բանում։ Ասում մի րոպե, ասում աշտեղես կեն, ասում հանգիստ կաց, կեմ։ Կնմա գալիս է 20 րոպեից, իր ոսկու գինդերը, ասում տարեք բեմպե։ Մի պատմություն։ Ընկերուս ամուսինը հրետանավոր է։ Երբ որ Մարտակերտը կիսադատարկ է, որտեղ փախել էին մարդիկ, որը ես հասկանում եմ, բանը հումոր կա Մարտակերտի այդ թեմայի շուրջ, որ փախել են, դե ոնց է ամեն անգամ որ մի մելիքություն մյուսի վրա ինչ որ թեմաներ կա, չէ՞։ Ես ասացի լսեք, բայց դուք հասկանում եք Շահամյանի պես մեծ շրջանը, եթե անկում ունեցավ, բարձի որ մարդիկ կարող են եւ վախենալ, չէ՞։ Կարող է, բնականաբար։ Բայց մնացին չեմ պարտիզանական ջոկատներ։ Բալայան կա, չէ, ինչ անուններ կան, չէ, որ տվել է Մարտակերտը։ Դրա համար սասներդ կտրեք։ Ասածս ինչ է, ընկերիս ասում է, երբ որ չկային, ասում է, հրետանավոր ամուսնուս ասում է գնաց, թե ինչ որ մեկը պիտի լինի կողքը, որ կապվի շտաբ, ասի, թե ինչ ուղղությամբ են կրակել։ Հետ չկա այդ, ասում է, կայնս անգում է շտաբ, ասում է, մերսիդին ասեք թող կա։ Ասում է, խաշանք շորս հագնում էի, բամադա սկսում էի կողքը։ Մասնակցել ամարտերին։ Տենց լիքը պատմություններ կան, հասկանում եք, որ դա շատ թանկ է, անկեղծ, շատ եմ սիրում, անքննարկելի եմ սիրում, դժվար իհարկե դժվար է, ուրիշ մենտալիտետ է, շատ ուրիշ մենտալիտետ է, Ստեփանակերտում ուրիշ մենտալիտետ է, Մարտակերտում ուրիշ, Մարտունում ուրիշ, Հադրութում ուրիշ, Ասկերանում ուրիշ, ամենտեղ ուրիշ, Մարտակերտի ամեն գյուղը տարբեր մենտալիտետ ունի, ինչի մասին է խոսքը։ Ուրեմն դժվար է, բայց երբ որ դու ինչ-որ բան սիրում ես ուղղակի, սիրում ես որտեվ այդպես է, հիմա ինչ պիտի անես։ Հիմա ես մեղավոր եմ, որ իմ թշերը փափուկ են, չէ, տենց է։ Մարտակերտը սիրվում է, Արցախը սիրվում է, ամեն քառակուսին։ Ուրեմն էլ չես մտածում, այս ինչ խնդիր առաջացա, ուրեմն վերջել չեմ սիրում։
Չկա տենց բան։ Ես գնացել եմ աշխատելու ու աշխատում։ Ու դա իմ համար հաճույք է։ Դժվար, բայց հաճույք։ Հիմա կոնկրետ մի ծրագիր կա, որ կիսատ մնաց, որովհետև այս բային կիսատ մնաց, հաթերքում կինոթատրոն բացելը, ամեն ինչ տարել ենք, այսինքն ապարատուրան բան, կինոդարանը, ամեն ինչ։ Մնաց հիմա այդ էկրանի բանը պիտի տա, իմ գործընկերներից մեկը միշտ ինձ օգնում է եւ էլի իրեն դիմեցի այդ բաներների այդ այսպես լավ մեծ ռուլոն նվիրում է, որ էկրանը ձգենք, հավաքենք, որտեվ այդ երկաթները պատվիրել են բաղոց, դա հիմա կբացվի, շատ կարևոր է, որպեսզի աշխատեն մշակույթի տները նորմալ, կինո լինի, որտեվ երիտասարդությունը բացի ուրեմն անասուն պահելուց, բացի բիսեդկայում են, մի հատ ծուր բիսեդկա կա միշտ գյուղում, այ դրա մոտ հավաքվելուց նաև պիտի մշակութային դաստիարակություն ստանա։ Իսկ դա կարող է արվել շատ հեշտ, եթե լինեն լավ կինոներ, ճաշակով կինոներ, այսօրվա ոգով կինոներ, ոչ թե հին հնդկական եւ վատ նույն տեղում դոփելու ուրեմն սովորույթ դարձնող այդ ֆիլմերը, որ նայում ես ոչինչ քեզ չի տալիս, չես սովորում, չես աճում, ոչ չես տեսնում։ 21-րդ դարում ենք ապրում, ինչ է պետք անել։ Պետք է լավ ֆիլմեր դնել, Օսկարակիր ֆիլմերից միշտ լինում են 5, վերջին 2 տարվա Օսկարակիր ֆիլմերը։ Դա արդեն եղավ 10-12 ֆիլմ։ Դե թող բան լինի, համ կաշխատեն, համ փողը կաշխատեն։ Գուցե շատ մեծ գումար չի, բայց դա փող է, աշխատանք է, ինչ եմ ասում, ամեն ինչ հնարավոր է անել, ամեն ինչ, ցանկություն, թամբալություն լիքն է, թամբալություն շատ կա։ Դրա համար մեկ այդ ժամանակը որ բախումները լինում ամեր, որտեվ ես իմ ոչ մի ակնթարթ հենց նենց չի, անեն ինչ աշխատում է, հա, ուրեմն, եթե ուզում ես ապրել, ուղղակի ապրի։ Չես եկել, որպեսզի քեզ ապրեցնեն, չէ։ Ապրի, որ ապրեցնես։ Ժդեհին հիշեցինք։ Գիտեք, Շուշան տատը, Շուշան Մելիք-Ստեփանյան, Սմբատբեկի քույրը, որ Առաջաձորից են, հետո տեղափոխվել են Ղափան եւ հիմնել են նոր Առաջաձորը այնտեղ։ 103 տարեկան մահացավ, ինչպես իսկական արցախցի կին, հա։ Ուրեմն ինձ հեքիաթներ էր պատմում, ես իր կոպին հագնում պարում էի փոքր ժամանակ, հիշում եմ, որ չէի հասկանում ոչ մի լեզու, բայց ինձ շատ դուր էր գալիս, թե բարբարով էր խոսում։ Նման եք։ Բոյոբուսով տատս ասում է Բոյոբուսով, ասում եմ խանım Շուշանս տատս, քնարիկ տատիկս, իր մոր անունը Շուշան է, որ ինձ են դրել, անունը ուրեմն Տատս ասում էր, հա, նկարներով որ նայում եմ, չգիտեմ, բայց ոնց կարող եմ ձեզ ցույց տալ, ունեմ նկարները միշտ մոտս է։ Բոյով բուսով շատ բոյով էր, բայց ես մտածում եմ ինքը արդյոք բոյով էր, թե ես որ շատ պստիկ է այդպես էր ինձ թվում։ Որտեվ հիշում եմ, որ այսպես վերև էի նայում իրեն, ինքն էլ շատ այսպես ձիգ, բայց հետո չէ, մաման էլ էր ասում պապներ, որ բոյով բուսը տեղը շատ իրական։ Իդեպ թորնուհին 3 դուստր է ունեցել։ Մի դստեր թորը ինձ ասաց, որ Ռաֆու Մելիքի աղջիկը գրված է հենց իր մասին։ Որտեղ որ Մարտակերտը դեռևս մարդու ձեռքով է ստեղծված, այսինքն Մարտակերտ է Ռաֆու մոտ 19-րդ դարում։ Հետո դարձավ Մարտակերտ, մարտերում ստեղծված Մարտակերտ, բովված մարտերով, բովված Մարտակերտ։ Ունեմ երգեր, Մարտունու երկը ունեմ, Մարտակերտիս երկը ունեմ, հերթի վրա հադրուտնը, տեսնենք, խոստացել են, արդեն 2 տարի անցել այդ խոստումը, որ գոգնեն, որպես իրագործենք երկը, պատվիրենք և գործիքավորում ամեն ինչ արվի, որ հադրուտ լինի, այդպես բոլոր մելիքությունները, այսպես որ երկ ունենան, կարելի է լավ նախագիծ սարքել։ Երկ չկա հիմա, այս մի տարի է երկ չկա, չեմ կարող խապել, չկա երկ։ Երկ չկա, բայց հրաշալի ամանոր նկարեցինք Տիգրանակերտում, շատ հուզական էր, շատ, և շատ լավ պատմություն եղավ, որը այդ պիտի ուղղակի, այսինքն հասկացողները կհասկանան, որտեղ մեր արտիստներից շատերը ոչ մի ռեակցիա չկար, այսինքն տղերքի մասին չեմ ասում, Մակիչի ու Դավոյի մասին չեմ ասում, Մրոյի մասին չեմ ասում, ասենք ուրիշ երեխեք կային մասնակիցներ, որ ոչ մի ռեակցիա չէին տալիս, երբ որ տրոնները բարձրացրեցին նկարելու վերևից,
Սա զինվորները սենց խառնվեցին իրար։ Դա պետք է տեսնեիք։ Վայ, այնքան ենք ծիծաղել, այնքան իրանք դե զինվորներ կան, վայ, չեք պատկերացնում, դռանը վերևը կախված է, հոպ, ասում են, մեր նկարելու կամերաներն են դրա վրա։ Ու անընդհատ էր, ասենք 2-3 անգամ, որ այսպես տապով մեկ էր ինքա հայտնվում էր այնտեղ այս տղան պուտը, արա ասում է, գործիքը սերք չտակ թանկանոց բանը։ Կյանք ու կռիվ, ֆանտաստիկ երգ, շատ լավ ֆիլմ, լավ կինո։ Այդ շատ եմ սիրում այդ լավ կինին, օրինաչափությունը, հացկեր, դստիր կհանգստանաս, լավ կինո, այդ այնց օրինաչափը, կա ուրիշ երգ կա, վերջ։ Զգում եմ շունչը, մեր տղերքի, որ իրենց կյանքի ու արամ գնով վարեցին կրակն օջախի, որը չի մարի, քանի կանարի պաշտպաններ։ Դե մարտակերտցիների հումորը ֆանտաստիկ է, ընդ որում այնքան անհաղորդ են իրանք, որևէ բան ինչ որ ասում են այսպես բացակայող դեմքի արտահայտությամբ։ Ասում եմ, մեկ տղերքից հետախույզ ենք այնից իջնում ենք, ասում եմ, Թալիշից, եկանք հասենք այդ ճանապարհով Մարտակերտ, պիտի կանք, ասում եմ, շտաբ ենք գալիս, էլի Ստեփանին, ասում եմ, տես դոկտորը ամսի 3-ն է ապրել, շլանգով ջրում է։ Դոկտոր, ասում եմ, խայես ջրում, ասում եմ, որ այն անտերը կյամը պայթում է, փոշիչը բարձրան։ Իրա ուշքը միտքը, իրա հիվանդներն են, որ փոշին հանկարծ չվնասի։ Մարդը սենց է, բժիշկ, ապա երդում է տվել չէ Հիպոկրատին։ Ասում ամեն սնարյադին հետ ասում է խմում էր կարում չունք խմանք, ասում է դա նիվերայատնի պեն ասում է, որ կարում չունք խմենք, պատկերացնում ես ինչքան սնարյադ են, ասում է խփա, թխալ։ Լիդան էր պատնում, թիվ 1 դպրոցի տնօրենը, զանգա տվել, ասում է, իմ առաջի դասարանցիներին, բայց դա լինելու չի, ասում է, դպրոցը բաց չի, ասում է, լող բացա, բալա, լող բացա, պատուհան չկար, սաղ բաց էր դպրոցը։ Ինքը ֆանտաստիկ էր պատմում, իհարկե, այնքան հումորով, գնում է իրանց մոտ հաճախ, իհարկե, պահանջում էին, որպեսզի մութը չընկած վերադառնան, որտեղ այդ ճանապարհը Խաչենի, Աղդամի այդ մասը ռմբակոծվում էր։ Այնտեղ մի ծառ ունեի, որ 4 տարի գնում գալիս էի, միշտ այդ ծառը ինքը կանոնիկ ծառ էր, կլոր, շատ գեղեցիկ։ Ապրիլի 5-ին, որ գնում էի Թալիշ, տեսա ծակել են ծառս։ Հրետանին ընկել ավրան, այսպես անցք է բացվել։ Հիմա կա կիսավիրավոր ամեն անգամ, որ գնում եմ Մարտակերտ, նայում եմ բարև ծառս, ասում եմ, բայց վիրավոր է ինքը հիմա։ Ցինիկ հումորներ սկսեցին անել բան, որ դրել է այդ նկարս, չեն հասկանա։ Ամեն քառակուսին ատանք, քարը, հողը, ծառը, սարը, շփիտը, հումորը։ Օգոստոսյան դեպքերի ժամանակ նախքան ապրիլը վերանորոգում էի մշակույթի տունը դեռ այդ ժամանակ, պատերը ներկելով բանեց, լավ վիճակում եմ, էլի որ տեսնում ես արդեն process-ը։ Աշխատանքիդ առաջընթացը, ընկերուհիս զանգեց, թե շտեղս ասի մշակույթի տանն եմ, ասեց, դե եկ մի կոփե ապենախեմ եմ, լավ, գնացի, կոփե, բա ինչ, կոփե և ֆուտբոլ, հետո ես դա զարգացրել եմ, փուփայկա, դե փուփայքի թակիքին ենք փեմփենցիլպանը եշենք, ասենք թե, կամ դուք փիլիսոփայություն որ կարդում եք, ում եք նախընտրում, Էրիխ Ֆրոմին, թե Զիգմունդ Ֆրոյդին, չէ, բայց դա էլ արդարություն ունի, դա էլ ունի արդարացում, ամարասի տաճարում, ընդեղ ֆտար կա, չկա, վերջացա, փյե, դուզա, վերջ, պաստալսի, ֆտար չկա, ընդեղ փյա, ուրեմն կոփ է, ֆուտբոլ, ու մնացածը, ասաց եկ կոփե խմենք, գնացի, տեսնեմ մուրաբայ ասարկում, շատ լուրջ դեմքով, սուրճս դրեցինք, նստեցի, խոսեցի, ասում եմ, մերսիտ ասում եմ, քեզ անեկդոտ պատմեմ, պատմի, լարված է սահմանում, ինքն էլ ակտիվ, տղան էր, ամուսինը ակտիվ, այն ժամանակ 2 զավակներն էլ կային, հիմա մեկը չկա, Աստվածակերնս հավարի, ասում եմ, մերսիտ,
Անեկդոտ պատմեմ, ասում եմ մի քիչ տրամադրությունացել եմ, ասես դավայ պատմեցի, ասում եմ Ղարաբաղցուն մեկը մոտենում ասում է ցավոտ բան եմ խնդրում եմ էլի ինչ կնի քեզ Լեռնային Ղարաբաղի տարածքին համարժեք տարածք են տալիս գնացեք այնտեղ ապրեք Պամր սևահողը ասում այ բալամ սաղ լող սևահող կան ինքը Պամր թոթ ասում սաղ թոթերը կհանենք արմատներով կտանենք կտնգենք Պամր թորքը Այս անեկդոտը պատմեցի Մինչ այդ պատմել էի ուրիշ տեղեր ծիծաղել էին բան ամերտ ոչ մի ռեակցիա դե դու զալի պահում ենք թխալու Այ քեզ ոգի չէ ամեր թորքը դե դու զալի պահում ենք թխալու վերջ բա ոչ մի միմիկան էլ չշարժվել ուրաբան շարունակեփում դե դու զալի պահում ենք թխալու վերջ Այսքան բան այնպես որ թխալու ենք դուխավ լավ կինի